Հոկտեմբերի 24-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամ Քահանա Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույց հռչակվեց, կոչվելով ի դասս աշխարհականած Ստեփան Ասատրյան Ավազանի անվամբ։ Ի հետևումն այս որոշման Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին ըստ եկեղեցու կանոնների արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես եկեղեցու սպասավորներին։ Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև սույն թվականի հոկտեմբերի 23-ին ազատել հովանավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնոր Կաբեղա Պալոյանին, իսկ Մայրաթորի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։ Միաժամանակ Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ հովանավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև քրեորեն պատժելի արարք։ Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայրաթորի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել հովանավանքի տարածքը։ Ցավում ենք, որ Արամ Քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայրաթորի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են և անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է հովանավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։ Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր աղոթական մթնոլորտը։